Հայաստան, Երևան հանրային հեռուստաընկերություն, բարի երեկո, մենք ազատ գոտում ենք։ 23 տարի առաջ այսօր այս ժամին Հայաստանում իսկական քաոս էր։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին առավոտյան 11:41 րոպեին Հայաստանի տարածքի գրեթե 40%-ը վերածվեց աղետի գոտու։ Աշխարհի ամենատարբեր անկյուններում ապրող յուրաքանչյուր հայ ամեն տարի դեկտեմբերի 7-ին հիշում է 88 թվականի մեծ ողբերգությունը։ Ազատ գոտում այսօր Գյումրիի շունչն է, վերածնվող Գյումրիի շունչը։ Եվ տաղավար ենք ուզում հրավիրենք մի դերասանուհու, ով իսկապես ծագումով գյումրեցի է եւ կարծես Գյումրիի խորհրդանիշն է դարձել այս տարիների ընթացքում։ Ողջունենք Լուսինե Կիրակոսյանին եւ հրավիրենք տաղավար, եւ այսօր մենք խոսել ենք ոչ միայն Գյումրիի խնդիրների, ոչ միայն Գյումրիի աղետի, այլ նաեւ վերածնվող Գյումրիի մասին։ Բարի երեկո, Տիկին Կիրակոսյան, ուրախ ենք ձեզ տեսնել Ազատ գոտու տաղավարում։ Չեմ ուզում շատ կենտրոնանանք անցյալի վրա, սակայն շատ կարճ կարող ենք ասել ինչ էր կատարվում, ինչ վիճակում էր Հայաստանը 23 տարի առաջ այս օրը։ Ինչ վիճակի, պարզ է ինչ վիճակի, շատ վատ վիճակի, ահավոր վիճակի, որը ցանկանում եմ ոչ միայն Հայաստան, այլև ընդհանրապես ոչ միտեղ, ինչ որ մենք տեսանք ու զգացինք, ճիշտ է ես Երևանում էի, բայց դրանից 2 ժամ հետո ես գնացի Լեննական եւ չէի գտնում մեր տունը, ահավոր վիճակ էր, բայց այնքան լռություն էր, որ բոլորը այդ սուքը, այդ ահավոր վիճակը լռությամբ էին տանում, ոչ մեկը լաց, կոց, բղավոց, ոչ մի ձայն չկար։ Մենակ մի կին էր, որ 9 հարգանի շենքերը, որոնք նոր էին սարքված, որոնց մեջ հետո որ ստուգել են ցեմենտ ընդհանրապես չի եղել, այդ լրիվ փլված շենքերի վրա մեկը միայն երգում էր շատ կամած ու տակից ես լսում էի օգնության կանչեր ու տնքոցներ, որը մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ եւ ընդհանրապես ոչ մեկը եթե տեսել է ներկա եղել չի կարող մոռանալ այդ ամենը եւ տա Աստված որ դա լինի Հայաստանի համար վերջինը, որ երբեք չկրկնվի այդ ամեն ինչը։ Շատ լավ, ամեն անգամ Գյումրի գնալիս փոփոխություններ են նկատվում, այսինքն նոր շենքեր են կառուցվում, իսկապես փոխվում է քաղաքի տեսքը։ Արդյոք դրա հետ մեկտեղ փոխվում է նաև մարդկանց ներքին էությունը, այսպես տրամադրությունը։ Մարդկանց ներքին էությունը իհարկե բոլորի մոտ էլ քանի գնում պարզ է փոխվում է, բայց երբեք կոտրված ապակին ինչքան էլ կպցնես, անպայման հետ կմնում է, սպին մնում է, լրիվ չի բուժվում կամ ասենք վերականգնվում։ Իսկ ինչ մնում է, շատ լավ երիտասարդություն ունենք, հետո գիտեք ինչն է հետաքրքիր, որ հիմի Գյումրին դարձել է Երևանում է կան նման բաներ, հայերը սիրում են երևի, տարբեր ազգեր, տարբեր թաղամասեր են սարքել, շատ հետաքրքիր է, ասենք գերմանական է մեկը թաղամասը, մեկը ռուսական է, մեկը չգիտեմ ինչ է, դրանով է հետաքրքիր նաև, իսկ կենտրոնը շատ գեղեցիկ, հետաքրքիր, թե Գյումրեցու համար միշտ էլ ինչ ձևով է լինի, Գյումրին այնքան թանկ է, որ այդ կատարվածից հետո ոչ մեկը չուզեց ուրիշ տեղ ապրել, համարյա բոլորը վերադարձան իրենց հարազատ քաղաքը։ Վերածնվում է Գյումրին։ Անպայման։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Եվ երկրաշարժի գոտու գրեթե յուրաքանչյուր ընտանիք իր կենսագրության մեջ գրանցեց իր դժբախտության իր կորուստը։ Տաղավար եմ հրավիրում Գանե Ղուբաթյանին, հազարավոր մարդկանց պես երկրաշարժը նրանից նույնպես խլեց իր հարազատին։ Տաղավար հրավիրենք Տիկին Գանեին եւ նրա հետ նույնպես զրուցենք, ով նաեւ այս առիթով ի դեպ ունի բանաստեղծություն գրած եւ այն ամեն ինչ կուտակվել է այս 23 տարիների ընթացքում։ Բարի երեկո Տիկին Գանե, շատ ճիշտ կլինի, եթե սկսենք ձեր բանաստեղծությունից, գիտեմ, որ ստեղծագործել եք։ Կարող եք հեռուստադիտողների համար արտասանել, որից հետո արդեն կսկսենք զրույցը։ Երբ սիրտն իմ տխուր ու մոլոր, երգում էր թախծոտ մեղեդի, երկիրը ցնցվեց ահավոր ու թռավ լուրը աղետի, եւ ցավը ճիչն էր, ճիչը մարդկային, քարերի տակից օգնություն կանչում էր ցավով մայրը իր բալին, լռում էր սակայն բալեն անողորկ։ Դու խաղում էիր իմ կողքին նստած քո կապույտ նամակով, ծովի երազը ձեռքիդ մեջ մնաց եւ հոգիդ թռավ նարկող, եւ ցավը ճիչն էր, ճիչը մարդկային, քարերի տակից օգնություն կանչում էր ցավով մայրը իր բալին, լռում էր սակայն բալեն անողորկ։ Շնորհակալություն։ Այս ստեղծագործությունը
ես ինքս սպիտակից եմ։ Այս ստեղծագործությունը իմ մոտ ծնվել է երկրաշարժի երևի հաջորդ օրը, երբ հիվանդանոցում ես պարկած էի ու մի կնոջ ցավ իմիջայլոց գյումրեցի տեսնելով ես ստեղծագործեցի ու գրեցի այս բանաստեղծությունը։ Տիկին Գայանե, արդյոք այսօր երիտասարդությունը լուսավոր ու պայծառ երիտասարդություն է, կարողանում է փող լրացնել, բնականաբար չի մոռացվի դա, բայց երիտասարդությունը կարողանում է դա մաքրելով անցնի եւ հաղթահարի այդ ամենը։ Իհարկե։ Ունենք ոսկի երիտասարդություն, խոստումնալից, լավ ապագայով։ Իսկ հետաքրքիր երիտասարդների հետ կապված դուք ինքներդ այդ ժամանակ եղել եք երիտասարդ, չնայած որ հիմա էլ երիտասարդ եք։ Այ որքանով էր դժվար ապրելը, ստեղծագործելը կամ առհասարակ կենցաղը կառավարելը։ Դժվար էր, բայց փառք Աստծո, կողքս ունեի շատ լավ մայր, լավ ընտանիք, որոնք կարողացան ուժ տան ու կարողացանք այդ աղետից հետո, այդ դժվարություններից հետո կորցրեցի հայրիկիս շատ լավ մարդ, այդ ամեն ինչից հետո կարողացանք հաղթահարել, պայքարել, ապրել, ստեղծագործել։ Իսկ ինչպես ձեզ փոխվեց այս 23 տարիների քրոնիկոնը, ինչպես զարգացավ, ինչպես փոխվեց, ինչպես հաղթահարվեց։ Ընդհանրապես մի պահ ինձ թվում է, թե դա 3 ա եղել, որովհետև Եվ ոչ 23 տարի առաջ։ Այո։ Շատ լավ, եւ ասենք, որ մեծ թափի շինարարություն է կատարվում նաեւ այսօր, անօթևաններից գալի մեծ մասն ապահովել է բնակարաններով, բնականաբար դեռ կան խնդիրներ, որոնք կլուծվեն, եւ հիմա մեզ համար շատ հետաքրքիր է նաեւ ժամանակակից գրող Ռազմիկ Դավոյանի կարծիքը, ով Ծագումով Շիրակի մարզից է, եւ խնդրենք հրավիրենք նաեւ պարոն Դավոյանին տաղավար, փորձենք նաեւ նրա հետ զրուցել եւ տեսնել առհասարակ այս առիթով նրա դիտարկումը։ Խնդրեմ հրավիրենք տաղավար։ Բարի երեկո, պարոն Դավոյան, ուրախ ենք ձեզ տեսնել Ազատ գոտու տաղավարում եւ պարոն Դավոյան, մենք գիտենք նաեւ, որ աղետի գոտուց հետո ստեղծվեց հատուկ հանձնաժողով եւ դուք հատուկ հանձնաժողովի փոխնախագահն եք։ Այդ ժամանակահատվածը կարող եք նկարագրել եւ փոխանցել մեզ։ Բարդ ժամանակահատված էր այդ ժամանակահատվածը, առաջին անգամ եմ խոսում ես կացության մասին, իրողության մասին։ Բարդ ժամանակահատված էր, բայց պետք է ասեմ, որ իմաստությունը պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր աղետից մի օգուտ դուրս բերես, մի կարևոր բան դուրս բերես, եւ խնդիրը այդ տեսակ էր, ասենք, գոնե իմ մտածողության մեջ եւ բոլոր քննարկումների ժամանակ այն էր, որ այդ բարձրահարկ շենքերը, որոնք փլվեցին, եւ ես աղետների աղետը համարում եմ այն, որ բնությունը միշտ էլ անակնկալներ ունի եւ բնությունը միշտ էլ կարող է աղետներ անել։ Այն, որ մարդիկ բնությունը նվաճելու այն ժամանակվա այդ կարգախոսի տակ փորձում էին բնությունը նվաճել, ոչ թե լեզու գտնել բնության հետ եւ ներդաշնակ ապահով ձևով իրեն ժողովրդի համար կացարաններ սարքել։ Պարզ է, որ եւ ցեմենտն էին կողանում, եւ արմատուրան էին կողանում, եւ բոլոր տեսակ բաները, եւ աղետների աղետը դա էր, հենց մարդու մեջ էր աղետների աղետը։ Իսկ ասում եք օգտակար բան գտնել, հետաքրքիր է ինչ օգտակարը գտանք այդ ամենը։ Օգտակարը այն կլներ, որ նախ ուրեմն ասացի, որ իմաստությունը պահանջում էր, որ դրանից հետո խղճի եւ բարոյականության չափերը ավելանային եւ կառուցապատումների ժամանակ մտածեն հիմնավորապես, որ այդպես կառուցապատել չի կարելի, հա, խորհրդային միության գանձարաններ, այդ գանձարանից կողանալը հասկանալի էր, բայց հիմա ում գանձարանից եք կողանում։ Սա իր հերթին, հետո ուրեմն շատ լավ ծրագրեր կային, գիտեք, 2 հարկանի մենատներ կառուցել Գյումրիի շուրջը եղած գյուղերի բլուրների վրա։ Եվ Գյումրիի կենտրոնը վերակառուցել այնպես, ինչպես ասենք, գիտեք, կենտրոնի են շենքերը եւ թաղամասը կա, Սլաբոդկա, թաղամասը, որտեղ լրիվ տները պահպանված են։ Այսինքն աղետ տեղի չունեցավ եւ այդ տեսակ կառույցները, մանավանդ ցարական շրջանի կառուցած ինտերնացիոնալ փողոցի կողքի կառուցած տները վնասներ չեն կրել։ Հասկանում եք, դրանց հետևը կառուցած բարձրահարկերը բոլորը ավերվեցին։ Հասկանալի է ինչ է, այս իմաստով եմ ասում, բայց մեր նպատակը նա չի, գիտեք, որ
աղետի բեռը բարձենք երիտասարդ սերնդի վրա 23 տարի։ Հակառակը երիտասարդների աղետի բեռը ցոթափողն է։ 23 տարի անցել է եւ մի քանի սերունդ ծնվել են այդ աղետից հետո։ Նրանց ոչ թե պիտի աղետի բեռը փոխանցել, այլ աղետի մասին տեղեկություններ տալ եւ կյանքի երակը փոխանցել իրենց, զորավոր երակը փոխանցել։ Համաձայն եմ եւ հիմա առաջարկում եմ դիտել մի ռեպորտաժ, որտեղ պատմում է առհասարակ գյումրեցի ակտիվ երիտասարդության մասին, ովքեր իրենց վրա քիչ թե շատ կրելով այդ բեռը, բայց միևնույն ժամանակ նրանք վերածնունդ են եւ Գյումրիի նոր խորհրդանիշը, ովքեր այդ ամենը չմոռանալով, բայց այդ ամենը հաղթահարելով։ Սիրով գնանք։ Դիտենք ռեպորտաժ, ուշադրություն էկրանին։ Այս տղաները ծնվել են արդեն աղետից վերածնված Գյումրիում։ Արվեստների ու արհեստների լուսավոր քաղաք Գյումրու մասին նրանք միայն լսել են իրենց ծնողներից։ Փոխարենը տեսել են աղետի գոտի դարձած քաղաքի բոլոր դժվարությունները, ու չնայած դրան Revolution Rock խմբի տղաները իրենց հենց առաջին երգը նվիրեցին հարազատ քաղաքին, հպարտանալով, որ իրենք ծնվել են Գյումրիում։ Մեր նպատակն է, որ հենց մենք ունենանք մեր լումազարգացման մեջ էլ երաժշտության, ռոք երաժշտության, որ երիտասարդությունը հասկանա այդ երաժշտությունը։ Իհարկե զարգացում կապրի ու մենք էլ իհարկե ինչ-որ չափով կօգնենք։ Գյումրեցի երիտասարդները բացի ռոքից զբաղվում են նաև հասարակական գործունեությամբ։ 2008-ին քաղաքում հիմնադրված հասարակական կազմակերպություններից մեկը ամեն ինչ անում է, որպեսզի երիտասարդ գյումրեցիներն ակտիվորեն մասնակցեն քաղաքի զարգացմանը։ Մեր կազմակերպությունը հիմա ունի մոտավորապես 150 անդամներ, որոնք Գյումրիի կամ մոտակա քաղաքների գյուղերի բնակիչներ են, ու մեր կազմակերպությունը իր գործունեությունը ծավալում է թե տեղական ծրագրերի միջոցառումների միջոցով, թե միջազգային։ Պարբերաբար անում ենք ինչ-որ ֆլեշմոբեր, թեմատիկ միջոցառումներ, երեկոներ։ Նոյեմբերի 11-ին, 11-11-11-ի կապակցությամբ մենք ձեռքով սարքեցինք լապտերներ, դրանք բաց թողեցինք երկինք, որպեսզի մեր երազանքները, ցանկությունները իրականություն դառնան, շատ գեղեցիկ միջոցառում էր։ Իդեպ երիտասարդության եւ ուսանողների օրը Գյումրիում նշում էին 1 շաբաթ շարունակ, իսկ ուսանողական շաբաթը եզրափակվեց միանգամից մի քանի երիտասարդական ակումբների բացմամբ եւ ուրախ խնջույքով։ Երիտասարդության եւ ուսանողության 1 շաբաթ տեղի ունեցավ, որը մեկնարկեց ամսի 10-ին երիտասարդների համաշխարհային օրը տոնական համերգով, բաժանվեց շնորհավորական ուղերձ թեմի առաջնորդի եւ նաեւ օրհնության խոսք եւ աղոթք։ Դրանից հետո մենք այս օրերին բացվեց 3 ակումբներ, դա MAF կլաբներ մեր մոտ, այսօր Party Club-ի բացումն է եւ միջոցառումների շարքի ամփոփը եւ ինտելեկտուալ ակումբը բացվեց եւ տեղի ունեցավ միջբուհական ինտելեկտուալ առաջնություն։ Խնդիրներն ու դժվարությունները քաղաքում իսկապես անթիվ են, սակայն այդքան դառնություններ տեսած բնակիչները հավատում են, որ քաղաքի ապագան լուսավոր է լինելու։ Ավագ սերնդին այդ վստահությունը փոխանցում են ոտքի վրա ամուր կանգնած, Գյումրու ավանդույթները ժառանգած ու իրենց կյանքը վերածնված բնակավայրի հետ կապած երիտասարդները։ Շնորհակալություն, ինչպես տեսակ երիտասարդները որքան հնարավոր է ակտիվ են եւ որքան հնարավոր է ամբողջապես մշակութային կյանքի մեջ են։ Պարոն Դավոյան, ինչպես նաեւ եւս մեկ հարց, ինչքանով է ակտիվ այսօր մշակութային կյանքը Գյումրիում։ Գյումրիի մշակութային կյանքը առհասարակ հանրապետության մայրաքաղաքի մշակութային կյանքի մի մասն է եւ այստեղի եղած արտացոլանքները կան, որովհետեւ Գյումրին ճիշտ է հայրաքաղաք է եւ պետք է ընդունենք, որ հայրաքաղաք է, բայց օրինակները վերցնում եմ հայրաքաղաքից։ Հետևաբար արժե որ ծանրակշիռ մշակութային կյանք ունենա, բայց այդ ծանրակշիռ մշակութային կյանքը նախ Երևանից պիտի պահանջենք։ Իսկ որոնք են այդ արտացոլանքները, ինչ շատ հետաքրքիր է։ Շատ կներեք, բայց Երևանն է մեզ մասամբ վերցնում Գյումրուց օրինակները։ Այնպես որ։ Իսկ որոնք են այդ արտացոլանքները։ Այո, հնում իհարկե Գյումրին Երևանի հիմնական սնողներից մեկն է եղել, ընդունում եմ, բայց միևնույն է սնելով միաժամանակ ընդօրինակել է Երևանում եղած մշակութային կյանքը։
Հիմա ինչ եք ասում, որոնք են ինչ արտացոլանքները, որ ասացիք։ Արտացոլանքները այդ ջազային, էստրադային եւ այլ։ Հիմա մշակութային կյանքը մենք ավելի ծանրակշիռ բան ենք պատկերացնում, հասկանալի է։ Գյումրին գրականության հզոր կենտրոն է եղել, գիտեք, չէ՞։ Արհեստի եւ արվեստի։ Արհեստների եւ Առաջին օպերան։ Արհեստների առաջին օպերան, թատրոնը։ Իսկ հիշում եք, որ 2000 թվականին նկարահանվեց Ալբերտ Մկրտչյանի Ուրախ ավտոբուսը ֆիլմը։ Իհարկե հիշում եմ, Ուրախ ավտոբուսին կարծեմ պետական մրցանակ ենք։ Այո, իսկ հիշում եք Գյումրեցի փոքրիկ Գագիկը, որ դարձավ կարծես Գյումրու խորհրդանիշը, ով նկարահանվել էր ֆիլմում, հիշում եք։ Այո, իհարկե, բոլոր բաները հիշում ենք։ Ես եւ ասենք, որ նա այսօր մեզ մոտ տաղավար է եկել եւ արդեն մեծացել է եւ 2000 թվականից անցել են տարիներ, նա ծառայել է հայոց բանակում եւ այսօր Ժորա Բաղդասարյանը Ուրախ ավտոբուսի հիմնական դերակատարը մեզ մոտ տաղավարում է, սիրով հրավիրենք նրան մեզ մոտ տաղավար։ Ժորա Բաղդասարյան, ով Գյումրու խորհրդանիշներ, երիտասարդ։ Բարի օր Ժորա, հիմա հեռուստադիտողները Մայրիկիդ բերել ես։ Բա ինչու։ Սա կարծում եմ անակնկալ էր, մեզ համար շատ դժվար էր կապ հաստատել եւ գտնել Ժորային, իրականում մեզ մոտ ստացվեց եւ հիմա հեռուստադիտողների մոտ ուրախ եւ բարի դեժավյու կլինի տեսնել Ժորային այդ փոքր հասակում եւ հիմա։ Ժորա, ինչ ես անում այս պահին, ինչով ես զբաղված, շարունակում ես արդյոք քո դերասանական կարիերան։ Սովորում եմ Երևանի թատրոն եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրի մասնաճյուղում, երկրորդ կուրսում։ Զորա, հիշում ես այն ժամանակ, երբ արդեն նկարահանվում էիք ֆիլմում, ինչպես ընտրեցին քեզ, ինչպիսին էր այդ ժամանակվա Գյումրին։ Ուրեմն հիշում եմ, փոքր ժամանակ մի անգամ տուն եկա, Ալբերտ Մկրտչյանը մեր տանն էր։ Ինձ ասեց այստեղ, պես մի րոպե համարյա նայեց աչքերիս մեջ։ Նայեց ու ասաց, «Էսի սատանի ճուտա, սրան եմ նկարելու»։ Ու տես մի քանի օր հետո սկսեց նկարները։ Իսկ հեշտ էին ընթանում նկարման process-ները, մեծաշուտ դերասանական փորձ չունեիր, փոքրիկ երեխա եւ ճիշտն ասած։ Շատ օրգանական, անմիջական, ինչ էի հասկանում։ Իսկ հասկանում եք ինչ իրավիճակ է, ինչի մասին է ֆիլմ, այն ամենը, ինչ որ ներկայացված էր ֆիլմում։ Չէ, երևի։ Իսկ գիտեմ, որ նաեւ որտեղ ես ծառայել իդեպ։ Ծառայել եմ Արարատում։ Հիմա վերադարձել ես, իսկ աշխատանք, ինչպիսին էր քեզ համար Գյումրին։ Գնացիր բանակ, մեծաշուտ 2 տարի արդեն երբ կտրվում ես ու գալիս ես, այդ փոփոխությունը հենց քո աչքերով շատ հետաքրքիր է, ինչպիսին է։ Դե թատերական ինստիտուտում եթե սովորում է, ուրեմն աշխատանքը պիտի լինի լավ, շատ լավ պատրաստվելը, որովհետև մենք միշտ թատրոնի եւ կինոյի ինստիտուտում սպասում ենք, որ Գյումրին պետք է մի հրաշալի այգեստան բերի։ Ինչպես միշտ։ Այո, դու պետք է այդ բանը ժառանգած լնես եւ պետք է բերես դա։ Փորձեմ անպայման։ Հա։ Իսկ հիմա նոր առաջարկներ ֆիլմում նկարահանվելու կամ դերերի։ Չէ, դեռ չունեմ, բայց հիմա Վարդան Աճեմյանում զբաղված եմ ներկայացման մեջ։ Որ ներկայացման մեջ։ Ճիշտ ասած տոնածառի մոխրոտում։ Հրաշալի էր։ Իսկ երիտասարդների համար ըստ քեզ Գյումրուն որոնք են հեռանկարները, ինչ հեռանկարներ դու ունես, արդյոք հեռուն նայում ես ու տեսնում ես քեզ համար ինչ է լինելու ապագայում։ Ինձ համար չգիտեմ, բայց շատ կուզենայի աշխատել թատրոնում սովորելուց հետո։ Շատ կուզենայի։ Մենք մաղթում ենք, որ քո երազանքը կկատարվի, որովհետև ինչպես հասկացա, քո կյանքում ամեն ինչ շատ պատահական, բայց ճիշտ եւ տեղին ու ժամանակին է լինում։ Եվ հիմա հրավիրում ենք մեր հաջորդ հյուրին, ով 2008 թվականին մասնակցեց մանկական Եվրատեսիլին։ Երիտասարդ, ով Մոնիկա Մանուչարովա, երիտասարդ, ով երկար ժամանակ կարողացավ մեծ պայքարի արդյունքում հայտնվել Եվրատեսիլի բեմում եւ ներկայացնել Հայաստանը, Գյումրին։ Բարի երեկո Մոնիկա, ուրախ ենք նաեւ քեզ տեսնել տաղավարում։ Գիտեմ, որ շատ դժվարություններ են եղել։ Գյումրեցի Մոնիկան ինչպես հայտնվեց մանկական Եվրատեսիլի բեմում։ Շատ սովորական։ Ճիշտն ասած, ես գնում էի Եվրատեսիլի նախընտրական փուլերին, ուղղակի որպեսզի մասնակցեի եւ ուժերս փորձեի։ Եվ ստացվեց այնպես, որ անցա, ես չպատկերացրեցի, իհարկե չէի պատկերացնում։ Շատ սովորական եւ իհարկե արդարությամբ անցա։ Մոնիկա, ինչ դժվարություններ ես ունեցել։ Ես գիտեմ, որ այդ ընթացքում դժվարություններ էին կապված ֆինանսների հետ, կապված շատ այլ խնդիրներ կային, որոնք իդեպ այդ 20-23 տարիներ ինչպես են փոխ լրացվել, այնպես էլ լրացվել են քո կյանքում։ Ինչ այդ դժվարությունների մասին պատմիր։ Նախ ասեմ, որ ես երկրաշարժի տարիներին չեմ եղել։ Ես արդեն ծնվել եմ վերածնված Գյումրու ժամանակահատվածում, որտեղ արդեն կային նորակառույց շենքեր, նորակառույց թաղամասներ եւ այլն։ Եվ իմ դեմ արդեն նոր Գյումրին էր, որ ապրում էր, ծաղկում էր։
Իմ համար եղել է դժվար, ճիշտ է, ես սովորական կյանքով եմ ապրել, սովորական գյումրեցի եմ եղել, ինչպես բոլորը, եւ փոքրիկ քայլերով հասել եմ այս ամենիչի։ Նաև ես գիտեմ, որ դու Հայաստան երգն ես ներկայացրել ամենուր, ինչպես նաև բարձր ես պայել Հայաստանի եւ Գյումրիի պատիվը։ Այո, փորձել եմ աշխարհի բոլոր ծայրերում, կետերում ներկայացնել իմ Գյումրու անունը եւ Հայաստանի անունը, եւ եթե թույլ կտաք, կարող եմ մի հատված կատարել ձեր համար։ Կատարի։ Քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ, հայ քարեր, հայ խաչեր, անգամ ցավն է հայ, ու հավերժ միանուն դու ես իմ սրտում, Հայաստան աշխարհ։ Շնորհակալություն, պարոն Դավոյան, Տիկին Լուսինե, Տիկին Գայանե, վերածնվող Գյումրիի նոր երիտասարդությունը արդյոք կարողանա արդեն Գյումրին կրկնակի ուժեղացնի, ավելի ամուր պահի եւ ավելի պինդ պահի։ Կասկած չկա, անպայման հաստատ ու մենակ Գյումրին չէ, լրիվ աղետի գոտու մեջ մտած շրջանները, բոլորն էլ պայքարում են, բոլորն էլ ինձ թվում է անպայման կհասնեն լավ արդյունքի։ Իհարկե, ձեզ լավ թվում։ Իսկ դուք, պարոն Դավոյան, ինչպես եք։ Ես կարծում եմ, որ մենք եթե այդ երիտասարդներին բան ունենք փոխանցելու, հատկապես Գյումրիի ավանդական թանկարժեք գանձերը, կրողները, որտեղ էլ որ լինեն, պետք է գան Գյումրի եւ այդ գանձերը փոխանցեն երիտասարդ սերնդին։ Գիտեք, ես հայրենական պատերազմի, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ծնունդ եմ։ Պատերազմը հսկայական քանակությամբ աղետներ բերեց եւ նույն քանակությամբ մարդիկ տարավ, ինչպես ամբողջ խորհրդային միությունից, այնպես էլ Հայաստանից։ Բայց մենք ապրելու երեխաները ապրելու կամքով էին լցված եւ ամեն անգամ հուսատու բաներ էին պատահում դաժան ստալինյան բռնատպետության կողմից, հուսատու բաներ էին պատահում եւ մենք այդ հույսերը գրկած շարժվում էինք առաջ։ Հիմա պետք է այդպիսի հույսեր տալ մեր երիտասարդներին, որ լավագույնը կլինի իրենց հետ։ Հասկանում եք, նրանք արդեն աղետից հետո ծնվածներ են, ասենք, մեր աղջիկը աղետից հետո ծնված դու էլ չէ, դերասան ջան։ Դա աղետից հետո ծնված սերունդ են, նրանք պետք է հիմա ամբողջ Գյումրու նախկին հարստությունը, Գյումրին ախր շատ պատվախնդիր քաղաք է, բարոյականության մեծ բարոյականություն կրող քաղաք է եւ այլ, այդ բոլորը պետք է այս նոր սերունդը ժառանգի եւ տանի առաջ։ Եվ Գյումրին այդ ամենը անում է պատվով, դա է վկայում Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդության կազմակերպության հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Պետրոսյանը, հրավիրենք նաև դրան տաղավար, երիտասարդները, ովքեր զբաղված են հասարակական գործունեությամբ եւ բացի մշակույթից անում են առավելագույնը, որպեսզի Գյումրում երիտասարդների եւ ամենի առումով լինի լավ։ Կարեն, ձեր կազմակերպությունը համագործակցում է արտերկրի կազմակերպությունների հետ, կազմակերպում եք ֆլեշմոբեր, ակտիվ ներգրաված եք հասարակական գործունեություններով, արդյոք վերածնվում է Գյումրին եւ արդյոք երիտասարդները ակտիվ են։ Այո, ճիշտ ասած, մեր սերնդին մեծ պատասխանատվություն բաժին ընկա, որպեսզի կարողանա հաղթահարել այն դժվարությունները, որը հաջորդեց երկրաշարժին, որովհետեւ երկրաշարժը այո մեծահավիրք էր, բայց հաջորդիվ երկրորդ ալիքն էր սպասվում, որ անորոշության այդ պայմաններում փորձել իր կյանքը կազմակերպի այն ընթացքով, որ այդ պայմաններում հնարավոր էր։ Ոստի սկզբում շատ-շատերը տարբեր տեղեր, այսպես տարբեր երկրներ գնացին մոդագա եւ հետագայում վերադառնալով փորձում էին Գյումրիում կազմակերպել իրենց կյանքը եւ մենք այդ շարքում էինք եւ փորձեցինք այսպես քիչ-քիչ վերագտնել մեզ եւ փառք Աստծո այս ճանապարհին մեզ շատ օգնեց եկեղեցվո հայ առաքելական եկեղեցու վարդապետության տիրույթում եւ այդ տարիներին ստեղծվեցին բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ հայ եկեղեցու եւ արդեն 1700-ամյակի ժամանակ կային բազմաթիվ այսպես երիտասարդական գործող ակտիվ խմբեր, ովքեր իրենք այսպես ներգրաված էին տարբեր հասարակական։ Ես 88 թվականին ընդամենը 6 տարեկան եմ եղել եւ արդեն առաջի դասարանում էի եւ հետո երբ որ ես վերադարձա Գյումրի, դա արդեն 89 թվականն էր, որտեղ մի տարի ես հոկտեմբերյանում եմ բնակվել իմ հարազատների մոտ։ Իսկ հասարակական գործունեությունով զբաղվելը դա ուղղակի պահանջ էր, թե ուղղակի ձեզ համար անհրաժեշտություն այդ պահին։ Հասարակական գործունեությունը սա այն լավագույն միջոցն էր, որ այդ տախտուկ առօրյայից կարող էր մի փոքր դուրս գալ եւ հանրօգուտ որևէ գործունեություն անել։ Եվ դա արդեն սկսվեց դպրոցական տարիքում, որովհետև շատ դպրոցականներ արդեն պատանեկան նվաճումներ ծրագրով ընդգրկված էին հասարակական տարբեր գործունեության մեջ։
եւ ուսանողական տարիներին մենք արդեն ստեղծեցինք տարբեր փուլերի ուսանողական խորհուրդները, որոնք միավորվելով այսպես միասնական գործունեություն են իրականացնում Գյումրիում եւ նաեւ Հայաստանի տարածքում։ Այնպես որ սա ոչ թե այսպես ինքնանպատակ կառույցներ էին, նրանց հիմնական նպատակը համախմբել երիտասարդներին ընդանուր այսպես արժեքային կենցաղավարության ընկերային կյանքում եւ նաեւ մարդկանց մերձեցնել դեպի եկեղեցի եւ այն բարձր արժեքները, որ բազում տարեր մեր եկեղեցին քարոզում էր։ Շնորհակալություն տաղավար հրավիրենք նաեւ Արտուր Նաջարյանին, երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավարին, եւ նաեւ նրանից բազենք որպես վառ երիտասարդ ու վառ անհատականություն, նաեւ լսենք նրա կարծիքը։ Արտուր, բարի երեկո, նաեւ ձեզ ենք ուրախ տեսնել Ազատ գոտու տաղավարում։ Արտուր, այսօր ինչով է զբաղված երիտասարդությունը Գյումրիում, կա արդյոք աշխատանք, սոցիալական դրությունը ինչպես է, զբաղվածությունը ինչպես է, մշակութային կյանքով արդյոք ապրում են։ Մշակութային կյանքով գյումրեցիները միշտ էլ ապրել են եւ չնայած որ հետ երկրաշարժային շրջանում խաթարվել էր մշակութային կյանքով ապրելու գյումրեցին բնորոշ այդ բնավորությունը, բայց եւ ներկայումս եւս գյումրեցիները ապրում են մշակութային կյանքով, իսկ աշխատանքի առումով դա ոչ միայն Գյումրիի խնդիրն է, չնայած Գյումրիում հատկապես աշխատանք չլինելու խնդիրը ամենացավոտ խնդիրներից մեկն է, որովհետեւ հենց եթե երկրաշարժը իր խորվերքը թողեց եւ չկան ոչ մի գործ տեղ, բայց կան մի շարք միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատելով երիտասարդների հետ փորձում են վերջիններից տրամադրել մի շարք զբաղմունք, դա լինի վերջիններից համար թե պրակտիկա եւ թե միաժամանակ ժամանցի համար համապատասխան հնարավորություններ։ Շնորհակալություն տաղավար հրավիրենք նաեւ Իգիթյան Էդգարին եւ Գևորգյան Գևորգին, ովքեր Գյումրիում արդեն ճանաչում վայելող Revolution Rock խմբի պրոդյուսերներն են, երիտասարդ, բայց արդեն խոստումնալից պրոդյուսերներ, նրանց արտաքին տեսքից արդեն դա երևում է, ինչ-որ բան։ Այդ բանը անունը նորից կրկնեք, հա? Ինչ են իրենք։ Ներկայացրեք։ Rock ինչ է ձեր խմբյան։ Անունն ինչ էր։ Revolution։ Հա? Revolution։ Ինչի է Revolution։ Հեղափոխություն։ Հա? Բավոր հեղափոխությունը։ Եվ ինչի հեղափոխություն եք կատարում այսօր։ Հայերեն ասեն հեղափոխություն, սա Լենինին գհիշեն։ Գյումրին մշտապես գյումրեցիները փայլում են իրենց հումորով։ Տղաներ ներկայացրեք, իրականում ինչու հեղափոխություն եւ իրականում ձեր խմբի մասին պատմեք։ Ինչի հեղափոխություն դուք Գյումրիում։ Հեղափոխություն են բանի համար, որ ասում մշակութային հեղափոխություն Գյումրիում, որ հիմա երկրաշարժից հետո հա Գյումրիում կա այդ ռաբի երաժշտությունը, հա, իսկ հիմա այդ փոխում են, կա ավելի շատ ռոք խումբը մտավ եւ բավականին լավ մտավ էս ասպարեզ, հիմա այդ պատճառով էլ Revolution է կոչվում։ Դուք կարող եք ներկայացնել, ստացվում է արդյոք ձեզ մոտ Էդգար եւ Գևորգ։ Այո, շատ լավ է ստացվում մեր մոտ։ Մենք արդեն փորձում ենք ձայնագրել իրենց երաժշտությունները, ուզում ենք սկավառակ անել, հետո ուզում ենք նաև տեսահոլովակ նկարել արդեն։ Ու ուզում ենք արդեն համեմատություն մտցնել, բերել Երևան, ասպարեզ մտցնել մեր Revolution-ին, մյուս աստղերի եւ շոու բիզնեսի մարդկանց։ Հետո էլ ասում են սոցիալական վիճակը ծանր է, տեսահոլովակի, ձայնասկավառակի գումարները որտեղից եք հայտնել։ Մեն ասեմ որտեղից։ Աշխատում ենք ամեն ինչ անել մեր ֆինանսական ուժերով, հա։ Մենք բացի որ Revolution կա, մենք ունենք նաև partner կազմակերպող գրուպը եւ աշխատում ենք այդ հասույթը բոլորը կուտակել, հա, եւ այդ տվյալ պարագայում օգտագործել հենց այդ խմբի վրա կամ ավելի ուրիշ նպատակների համար։ Ստեղծող երիտասարդություն է, համաձայն եք, պարոն Դավոյան։ Ես համաձայն եմ, բայց տեսեք, ես որ ասում էի, որ ընդօրինակում են մայրաքաղաքի բառը չեմ գտնում, այլանդակ չասեմ։ Բաները, տեսեք ինչ է Revolution, չես իմանում ինչ։ Ռոքն ազատություն է, եւ դրա համար վերնագիրը կարող են երևի անել այն ինչ։ Հայերեն եւ մանավանդ Գյումրիի բարբառով մի բան գտեք։ Շատ սիրուն բան Գյումրիի խոսքով։ Մտածել եք Գյումրիի բարբառով ինչ-որ բան գտնել։ Գտեք եւ դրանով մտեք Երևան եւ ցույց տվեք։ Ես առաջարկում եմ ձեր խմբի անուն դրենք Սիրեմ Գ։ Revolution G։ Տղաներ ընդունում եք առաջարկները։ Ճիշտ որ ասեմ Revolution-ը այն տարբերակն է, որ հենց ինքը հեղափոխություն է լինելու, չի լինում։ Հեղափոխություն հայերեն չի հնչում։ Ջան, սկանչելի տեսք ունես։ Ես հիանում եմ ձեզնով, բայց փարթի կազմակերպելը որն է։ Երեկույթ է։ Ազատ գոտին իր տարերքի մեջ է բանավեճն անխուսափելի է, բայց անկախ ամեն ինչից երիտասարդները ես ուզում եմ ասել, թե այդ օտար բառերը, օտար արտահայտությունները, որոնք լցված են Երևանում։ Այդ մասին չենք խոսում։ Ամեն սերունդ իր խոսակցականն ունի։ Որ հայերեն տարբերակ։ Տիկի Կիրակոսյան, դուք արդյոք խոսում եք անկախ ամեն ինչից։ Շատ կարևոր բան է ասում երիտասարդը, ասում է, եթե հայերեն ասենք, ոչ մեկը մեզ չի հասկանա։
Պատկերացնում եք ինչ է, պատկերացնում եք ինչ է։ Այստեղ այ աղետներից մեկը։ Ինչ հարցրի։ Պարոն Դավոյան, Տիկին Կիրակոսյան, հարցը ուղղում եմ ձեզ։ Պարոն Դավոյան, անկախ ամենից ողջունել եմ մի բան, որ երիտասարդները նախաձեռնում են։ Երիտասարդները ուզում են նախաձեռնությունը պաշտում են։ 2 տարի հետո վստահ որ նրանք վերնագիրը կփոխեն, արդեն հայեցի եւ գեղեցիկ վերնագիր կլինի։ Բայց այդ բաները, անվանումները եւ այլն, որ ընդօրինակում են, որ թափած է Երևանի փողոցներում։ Բայց ես կարծում եմ այստեղ հավաքվել է Գյումրիում շատ վառ ու պայծառ երիտասարդներ ու պատանիներ կան, ես կարծում եմ դրանցից ամենավառ կերպարները այսօր տաղավարում են, համաձայն եք Տիկին Կիրակոսյան, որովհետեւ ծրագրերով, նոր ու թարմ գաղափարներով, մտքերով, իդեաներով մարդիկ ովքեր սիրում են Չելի կան վառեր կերպարներ, որոնք որ հակ դրան ետևում են եւ չեն փայլերը տալիս։ Բայց ամենակարևորը մենք մոռացանք ասել, որ Գյումրիում ոչ մեծեր որն է, ասենք ովքեր որ աշխատանքի ընդունակ են եւ երիտասարդության համար աշխատանք է պետք, աշխատատեղեր է պետք է անպայման այդ աշխատատեղերը թող ղեկավարությունը լսե ու հիշի, որ մարդիկ կարողանան աշխատել ոչ միայն, ասենք, հաց ուտելու համար, այլ զբաղմունք ունենան, ապրեն, կյանք, զգան ինչ է կյանքը, շատ կարևոր է, աշխատանքի տեղերը շատ կարևոր է։ Հետո մի կարևոր բան էլ կա, որ դուք նշեցիք ռեսուրսների հետ կապված, օրինակ Գյումրիում մենք վերջին տարիներին այդ խնդրի հետ առնչվել ենք եւ էնտուզիազմը սա ամենամեծ ռեսուրսն է, այսինքն գյումրեցու ամենամեծ ռեսուրսը դա էնտուզիազմն է եւ նա էնտուզիազմը փոխարինում է ամեն մյուս ռեսուրսների հետ եւ արդյունքում մեծ արդյունք է ստեղծում եւ դժբախտաբար էնտուզիազմով երկար չես կարող ես մի որոշակի զարգացման փուլի հասնել եւ հետո պետք է որոշակի միջոցներ եւ դրա համար էլ դժբախտաբար շատ գյումրեցիներ հասնելով որոշակի մագարտակի որոշակի կարողություններ իրենք ստիպված թողնում են քաղաքը որովհետեւ այդ էնտուզիազմը բավարար չէ իրեն ամբողջությամբ ինքնա արտահայտվելու եւ այսպես ամբողջական մագարտակի հասնել։ Դեմ Մոնիկա։ Եվ ասեմ, որ մենք երիտասարդները ուզում ենք ինչ-որ չափով կատարել այն երեխաների երազանքները, որոնք չեն հասցրել իրականանան։ Եվ հույսով եմ, որ կստացվի մեր մոտ։ Ընտրեմ ամփոփիչ խոսքը ձեր։ Շոռա։ Ես կուզենամ մաղթեմ ոչ միայն Գյումրուն, այլ ընդհանրապես ամբողջ Հայաստանին, որ ամեն մարդ եթե կատարի իր գործը սիրով, իմ կարծիքով Հայաստանը չի զիջի ոչ մի պետության։ Հեղափոխություն։ Ինչ ասենք։ Դե մեր գյումրեցիները որոշ չափով կաշկանդված են, բայց ավելի լավն են կներեք, քան Երևանցիները։ Դե չեմ կարող։ Դա մշակույթի առումով ճիշտ ասում եք գարը, դերեք բոլորս եկեք ճիշտ ունեցել ենք տաղանդներ ու հիմա էլ ունենք, ուղղակի այս ժամանակահատվածում Վարեստի քաղաք ոնց գիտեք։ Այո, այս ժամանակահատվածում եւ մենք մաղթում ենք որպեսզի ձեր էնտուզիազմին զարկ տան արդեն կոնկրետ գործով եւ ամեն ինչով։ Դրամալ ասենք Գյումրին մնացել է երկրորդ պլան եւ ասենք այն տաղանդները որ կան Գյումրիում, այսօր անցել են երկրորդ պլան, որովհետեւ մայրաքաղաքամետ Դե մենք մաղթում ենք որ ձեր էնտուզիազմին արդեն զարկ տան կոնկրետ գործով եւ ամեն ինչով։ Ամփոփեք։ Ամենակարևորը ինձ թվում է ներկայումս այն է, որ մի քանի տարի առաջ Գյումրիում տեղի ունեցող այդ երևույթները միշտ բացասական էր անդրադառնում երիտասարդների վրա եւ սկսել էին շատ անտարբեր լինել ամեն ինչի նկատմամբ։ Իսկ ներկայումս երիտասարդները նախաձեռնություններով հանդես են գալիս եւ գյումրեցի երիտասարդ ցույց է տալիս, որ իսկապես ունի ասելիք եւ անելիք։ Շատ լավ, ժամանակը քանի որ շատացող է, վերջին իմ հարցընկեր Մարգոն Պոլոս, Մուկուչը, Վարդանիկը, կան նոր հումորային կերպարներ այսօր Գյումրում։ Ես ասեմ։ Ահա։ Բոլորն էլ հումորային կերպարներ են Գյումրիում։ Պարոն Դավոյան, չեն կարող ստեղծել Չմեռնող կերպարներ։ Ինչպես։ Չմեռնող կերպարներ։ Չմեռնող կերպարներ։ Ահա, բնորոշումը լավ է, որովհետև Պոլոս Մուկուչն էլ, Ծիտրոալեքն էլ, մնացածն էլ, բոլորն էլ, կառապաններն էլ կան մարդկանց մտքի մեջ, կնշանակի նրանք իրականում կան։ Շատ լավ։ Դուք նոր կերպարներ լսել եք ձեր երիտասարդ շրջապատում։ Չէ, անուններն են գտել։ Դեռ անուններն են գտել։ Շնորհակալություն պարոնայք, շնորհակալություն երիտասարդներ, շնորհակալություն քննարկման համար։ Ես կարծում եմ, որ Գյումրին կվերածնվի եւ ամենակարևորը դուք Գյումրիի խորհրդանիշն եք եւ դուք այդ ամենը կրողը եւ նոր սերնդին փոխանցողը։ Շնորհակալություն, որ հյուրընկալվեցիք Ազատ Գոտու տաղավար։ Ազատ Գոտին էր առաջին ալիք եթերում, մենք եթերում ենք աշխատանքային օրերին, ճիշտ այս ժամին։ Հաջողություն։